Բջիջ Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։ Բջիջն ուսումնասիրող գիտությունը բջջաբանությունն է։ Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից։ Բջջաթաղանթի մեջ գտնվում է ցիտոպլազման, որը պարունակում է կենսամոլեկուլներ։ Շատ միկրոօրգանիզմներ, օրինակ բակտերիաները, որոշ ջրիմուռներ և սնկեր, կազմված են մեկ բջջից և կոչվում են միաբջիջ օրգանիզմներ, իսկ բազմաբջիջ օրգանիզմները՝ մարդը, բարձրակարգ բույսերն ու կենդանիները, կազմված են մեծ քանակությամբ բազմազան բջիջներից, որոնք միավորված են հյուսվածքներում և օրգաններում։ Բջիջները Երկրի վրա առաջացել են 3,5 միլիարդ տարի առաջ։ Բջիջը հայտնաբերել է Ռոբերտ Հուկը 1665 թվականին, իսկ բջջային տեսությունն առաջին անգամ զարգացրել են Մաթիաս Յակոբ Շլեյդենը և Թեոդոր Շվանը 1839 թվականին։ Նրանք ապացուցեցին, որ նույն կառուցվածքը և ֆունկցիան ունեցող բջիջները միանալով առաջացնում են հյուսվածքներ։ Բջջի կառուցվածք Բջիջները լինում են երկու տեսակ՝ էուկարիոտներ և պրոկարիոտներ։ Էուկարիոտները ունեն կորիզ, կարող են լինել միաբջիջ և բազմաբջիջ։ Պրոկարիոտները կորիզ չունեն և միաբջիջ օրգանիզմներ են։ Բջջի բաժանում Բջիջների բազմացումն ընթանում է երկու եղանակով՝ ուղղակի (պարզ) և անուղղակի (բարդ)։ Բջիջները բազմանում են կիսվելով։ Եթե բջիջը զրկվում է կորիզից, այն կորցնում է բազմանալու հատկությունը։